Հարգելի կուսակից ընկերներ, ես այս կյանքում շատ բան եմ տեսել։ Տեսել եմ պատերազմ և խաղաղություն, հաղթանակ և պարտություն։ Տեսել եմ հերոսություն և դավաճանություն, համեստություն և ամբարտավանություն։ Տեսել եմ նվիրվածություն և ուրացում, հավատ և հիասթափություն, համազգային վերելք և ծանր անկում։ Ես բռնել եմ ռազմաճակատում ծանր վիրավորումից մահացող տղաների ձեռքերը և գրկել մեր նահատակ տղաների նորածին զավակներին։ Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի և ժողովրդի համար։ Այո, մենք հանրապետականներս կատարյալ չենք, բայց ազնիվ ենք։ Ազնիվ ենք մեր անցյալի, մեր ներկայի և առջևում սպասվող մարտահրավերների հանդեպ։ Ազնիվ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի հանդեպ։ 2026 թվականի հանրապետական կուսակցությունը 2016 թվականի հանրապետական կուսակցությունը չէ։ Մենք ավելի փորձառու ենք, ավելի իմաստուն, ավելի բյուրեղացած ու թրծված ու ավելի իրատես։ Մենք կոփվել ենք ավելի քան 3 տասնամյակ անցնելով պատերազմների, հաղթանակների, կորուստների, բռնաճնշումների, հալածանքների ճանապարհով և չենք ընկրկել։ Այսօր էլ ամուր կանգնած ենք մեր պետականությունը պաշտպանող խրամատում։ Եվ թույլ տվեք այսօր այս ամբիոնից բոլորիդ անունից ազգադավ իշխանազավթներին ասել. մենք ենք, մեր անցյալով ու ներկայով, մեր սխալներով ու ձեռքբերումներով, դավանած արժեքներով ու հավատքով։ Մենք աստվածասեր ենք, դուք ինչասեր եք։ Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ումն եք դուք։ Մենք հայ ենք, մեր պրոբլեմներով, մեր խնդիրներով, մեր համակարգով արժեքային, իսկ ով եք դուք։ Դուք հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողներ եք։ Դուք Արցախ Հայաստանի վզին թոք համարող եք։ Դուք անկախության հռչակագիրը կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր համարողներ եք։ Դուք ամոթալի էջ եք Հայաստանի պատմության մեջ, որը պետք է անհապաղ շրջել, և մենք դա մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում։ Սիրելի հանրապետականներ, մեր համագումարն անցնում է շատ խորհրդանշական օր, երբ հայոց բոլոր եկեղեցիներում, մայր հայրենիքում թե Սփյուռքում պատրաստվում են հանդիսավորությամբ նշել հայ առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկը միայն տոն չէ, այն հաղթանակի խորհուրդն է, կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, չարի հաղթանակը բարու նկատմամբ, ճշմարտության հաղթանակը ստի նկատմամբ, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Այն հիշեցում է, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ցանկացած ժողովուրդ իր պատմության ընթացքում կանգնում է ընտրության առջև՝ մնալ խավարի և հուսահատության մեջ, թե զատվել չարից, վեր կանգնել և վերածնվել հավատով, արժանապատվությամբ ու միասնականությամբ։ Թող այս խորհուրդը լինի նաև մեր քաղաքական և ազգային ուղենիշը զատվելու այն ամենից, ինչը թուլացնում է մեր պետությունը, պարտավորական մտածողությունից, կեղծիքից, անպատասխանատվությունից և ապազգային ընթացքից, զատվելու և միավորվելու այն արժեքների շուրջ, որոնք դարերով պահել են մեր ժողովրդին՝ հավատք, հայրենիք, պետականություն և ազգային արժանապատվություն։ Թող զատկի նախատոնակը դառնա ընտրության պահը՝ զատվելու խավարից և ընտրելու լույսը, վերջ տալու պառակտմանը և միավորվելու համազգային նպատակների շուրջ, չհաշտվելու ազգային պարտությանն ու նվաստացման հետ, կերտելու արժանապատիվ, հզոր և հավատով ապրող Հայաստան։
Ոստի առաջարկում եմ, որ մեր համագումարից հետո Զատկի նախատոնակի այս օրը բոլորս գնանք Ճրագալույցի պատարագին, Մայր Աթոր Սուրբ Էջմիածին կամ յուրաքանչյուրս մեր բնակավայրի եկեղեցի եւ որպես մեր եկեղեցու հավատավոր զավակներ միասնական ու անկեղծ աղոթ հնչեցնենք առ Աստված մեր հայրենիքի ու ժողովրդի փրկության, արժանապատիվ ապագայի եւ մեր նահատակների հոգիների խաղաղության համար։ Հարության տոնի մեծ ավետիսը դարեր ի վեր մեզ հիշեցնում է մեկ ճշմարտություն, եւ ժողովուրդը զատվում է չարից եւ վերադառնում լույսին, սկսվում է նոր կյանքը։ Եվ այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին հանուն Հայաստանի։ Շնորհակալություն բոլորիդ, Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը, Աստված օրհնի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ թող մեր հերոսամարտի նահատակների բոլոր հոգիները առաջնորդեն մեզ դեպի մի ապագա, որն արժանի է նրանց զոհաբերությանը։ Շնորհակալ եմ, սրանով ես ավարտեցի իմ հաշվետու